Գալիք 2026 թվականը կնշանավորվի հրեդիու նշանով, չինական օրացույցի ամենաէներգետիկ եւ հզոր խորհրդանիշներից մեկով։ Այս տարը կրում է գործունեության հսկայական լիցք, ազատության ցանկություն եւ անսասան ուժ։ Սա մեծ նվաճումների, արագ փոփոխությունների եւ համարձակ որոշումների ժամանակ է։ Տարին կլինի մրրիկի նման, որը կքշի ամեն ինչ հին եւ հնացած, բացելով նոր հնարավորությունների ճանապարհը։ Որոշ չինական կենդանակերպի նշանների համար այս հզոր էներգիան կդառնա հուսալի դաշնակից, օգնելով նրանց հասնել անհավանական բարձունքների կյանքի բոլոր ոլորտներում։ Անսասան էներգիա, հրեդ արերքի կողմից կառավարվող նշաններ։ Ձիու կրակոտ բնույթը ամենակրքոտ արձագանքը կգտնի նրանց հետ, որոնց էությունը նման է այս տարերքին։ Նրանց էներգիան, կրակը, կստանա հզոր արտաքին աջակցություն, ստեղծելով իդեալական պայմաններ առաջընթացի համար։ Կապիկ։ Հրեղեն ձիու տարում կապիկները հաջողության կհասնեն իրենց ամենաարկածային եւ համարձակ ձեռնարկումներում։ Նրանց բնածին մտավոր ճկունությունն ու հնարավորությունը զուգորդված տարվա էներգիայի հետ թույլ կտան նրանց հեշտությամբ գտնել ստեղծագործական լուծումներ ցանկացած իրավիճակում։ Սա շահավետ գործարքների, խորամանկ ծրագրերի իրականացման եւ կարիերայի առաջխաղացման ժամանակ է։ Կապիկները կկարողանան ցուցադրել իրենց լավագույն որակները, հմայքը, խելքը եւ փոփոխվող հանգամանքներին անմիջապես հարմարվելու ունակությունը։ Վագրեր։ Վագրերը զգում են ուժի եւ ինքնավստահության անհավանական ալիք։ Հրեղեն ձիու էներգիան արձագանքում է նրանց սեփական քաջության եւ առաջնորդության նկրտումների հետ։ Դա այն բարենպաստ է նրանց համար, ովքեր չեն վախենում պատասխանատվություն ստանձնել եւ առաջնորդել ուրիշներին։ Վագրերը հնարավորություն կունենան նախաձեռնություն ցուցաբերել իրենց մասնագիտական կյանքում, ղեկավարել կարևոր նախագծեր կամ սկսել սեփական բիզնեսը։ Նրանց քաջությունը կպարգևատրվի եւ նրանց հեղինակությունը զգալիորեն կամրապնդվի։ Վիշապ։ Վիշապներն ու հրեղեն ձիերը անհավանական ուժի միություն են։ Այս տարին նրանց համար հաղթանակի եւ ճանաչման ժամանակ կլինի։ Վիշապի արդեն իսկ հզոր խարիզման զգալիորեն կբարելավի, նրանց կյանք ներգրավելով արժեքավոր կապեր, հովանավորներ եւ հավատարիմ դաշնակիցներ։ Նրանք հաջողության կհասնեն ցանկացած ձեռնարկում, որը պահանջում է լայն մտածողություն եւ ստեղծագործականություն։ Սա այն ժամանակահատվածն է, երբ ամենահավակնոտ երազանքները սկսում են իրականություն դառնալ։ Հաստատուն հիմք, նշաններ, որոնք գտնում են կայունություն։ Տարվա էներգիան ոչ միայն խթանեց շարժումը, այլև օգնեց ամուր հիմք դնել ապագայի համար։ Որոշ նշաններ կզգան, որ իրենց կյանքում ձեռք է բերվում երկար սպասված կայունություն եւ անվտանգություն։ Շուն։ Շան համար հրեդիու տարին կլինի արժանի պարգևատրման ժամանակ հավատարմության, աշխատասիրության եւ ազնվության համար։ Նրանց նվիրվածությունը իրենց աշխատանքի եւ սկզբունքներին կնկատվի եւ առատաձեռնորեն կպարգևատրվի։ Սա նրանց ֆինանսական վիճակի ամրապնդման, բնակարանային խնդիրների լուծման եւ հուսալի տնային ճակատ ստեղծելու ժամանակաշրջան է։ Իրենց անձնական կյանքում շները ապագայում կգտնեն ներդաշնակություն եւ վստահություն։ Բախտը նրանց կգա վստահության եւ ժամանակի փորձություն անցած կապերի միջոցով։ Աքաղաղներ։ Այս տարի աքաղաղը կփայլի իր ողջ փառքով։ Նրանց տաղանդները, աշխատասիրությունը եւ կենսունական հատականությունը վերջապես կճանաչվեն։ Սա կարիերայի առաջխաղացման, հասարակական հաջողության եւ հարստության աճի ժամանակ է։ Ձիու էներգիան կօգնի աքաղաղին նկատվել ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում։ Կարևոր է համարձակորեն հայտարարել ձեր նկրտումների մասին եւ ցուցադրել ձեր կարողությունները։ Աշխարհը պատրաստ կլինի ընդունել եւ գնահատել դրանք։ Ներդաշնակություն եւ աճ։ Նշաններ, որոնք գտնում են հավասարակշռություն, որոշ նշանների համար տարին կլինի ներքին վերափոխման եւ արտաքին աշխարհի հետ ներդաշնակ հարաբերությունների հաստատման ժամանակ։ Նրանք իմաստություն եւ հավասարակշռություն կգտնեն ձիու էներգիայի մեջ։ Օձ։ Չնայած ձիու էներգիայի հետ թվացյալ հակասությանը, օձը կկարողանա առավելագույն օգուտ քաղել այս տարվանից։ Նրանց բնական իմաստությունն ու ինտուիցիան կհուշի, թե ինչպես օգտագործել տարրերը եւ ուղղորդել դրանք ճիշտ ուղղությամբ։ Տարին բարենպաստ է ռազմավարական պլանավորման եւ ռեսուրսների կուտակման համար։ Օձերը կարող են հանդիպել ճակատագրի անսպասելի շրջադարձերի, որոնք ի վերջո նրանց կհանգեցնեն ավելի շահավետ դիրքի։ Բախտը կգա գաղտնի գիտելիքների եւ կապերի միջոցով։ Այծ։
Այցի համար տարին խոստանում է անսպասելիորեն բեղմնավոր լինել։ Ստեղծագործականությունը սկսում է բերել ոչ միայն բարոյական, այլև նյութական բավարարվածություն։ Այցը կարող է պարզել, որ իր երազի տեսակետը աշխարհի վերաբերյալ պահանջարկ ունի, եւ նրա տաղանդները ճանաչվում են լայն հանրության կողմից։ Հրեդիու տարին խոստանում է լինել կենսունակ, դինամիկ եւ իրադարձություններով լի։ Այն կպահանջի քաջություն, ճկունություն եւ փոփոխություններ ընդունելու պատրաստակամություն։ Այնուամենայնիվ, այս 7 նշանների համար նրա էներգիան կլինի հաստատուն, հակաքամի, լցնելով նրանց արագաստները եւ օգնելով հասնել ցանկալի նպատակներին։ Հիմնականը չվախենալ գործողություններ ձեռնարկել եւ բաց լինել այն հնարավորությունների համար, որոնք ճակատագիրը առատաձեռնորեն կպարգևատրի։ Շարժվելով առաջ ձեզ կներկայացնենք հետաքրքիր հորոսկոպ։ Ամենահաջողակ մարդիկ ծնվում են կենդանակերպի այս 3 նշանների ներքո։ Անշուշտ հաջողությունը համառ աշխատանքի համբերության եւ նպատակասլացության արդյունք է, սակայն աստղերը կարծում են, որ կենդանակերպի որոշ նշաններ օժտված են բնատուր որակներով, որոնք օգնում են նրանց ավելի հեշտությամբ հասնել բարձունքների։ Նրանք կարողանում են նկատել հնարավորությունները, չընկրկել դժվարությունների առաջ եւ աննկուն լինել իրենց նպատակներին հասնելու ճանապարհին։ Առյուծներ։ Առյուծներն ի բնե ուշադրություն գրավող են եւ հիանալի կերպով կարողանում են ընդգծել իրենց առավելությունները։ Նրանց ինքնավստահությունն ու հմայքն օգնում են ուժեղ տպավորություն թողնել անկախ նրանից, թե որտեղ են գտնվում։ Երբ կենտրոնանում են որևէ նպատակի վրա, պատրաստ են ներդնել իրենց ողջ ուժերը եւ որպես կանոն հասնում են դրան շնորհիվ իրենց անսպառ կամքի։ Առյուծներին առաջ մղող ուժը ճանաչման արժանանալու եւ ուրիշներին ոգեշնչելու ձգտումն է, ինչը նրանց դարձնում է հիանալի առաջնորդ։ Նրանց սրտաբացության, քաջության եւ հետատեսության համադրությունը հաճախ նրանց ուղեկցում է դեպի փառքի գագաթը։ Կույսեր։ Կույսերը հայտնի են իրենց ճշտապահությամբ, վերլուծական մտքով եւ այնպիսի իրավիճակներում լուծումներ գտնելու ունակությամբ, որտեղ ուրիշներն անզոր են։ Նրանց աշխատասիրությունն ու մանրուքների հանդեպ ուշադրությունը միշտ բարձր են գնահատվում գործարար աշխարհում, թեև նրանք չեն ձգտում լինել ուշադրության կենտրոնում, իրենց գործերն ու արդյունքներն են խոսում իրենց փոխարեն։ Կույսերի հաջողության գրավականը կարգուկանոնի հանդեպ սերն ու ամեն ինչում կատարելության հասնելու ձգտումն է։ Հենց այս մանրակրկիտությունն ու պատասխանատվության բարձր զգացումն է, որ նրանց դասում է ամենահաջողակ մարդկանց շարքին։ Կարիճներ։ Կարիճներն աներևակայելի նպատակասլաց են եւ լիովին կենտրոնացած իրենց նպատակների վրա։ Սկսելով որևէ գործ, նրանք հազվադեպ են հանձնվում առանց այն ավարտին հասցնելու։ Նրանց կիրքն ու ներքին ուժը հաճախ առավելություն են տալիս ամենաբարդ իրավիճակներում։ Կարիճների համար հաջողությունը ոչ միայն նյութական բարիքներն են, այլև անձնական աճն ու ինքնատիրապետումը։ Հենց նպատակասլացության եւ ինքնակարգապահության այս համադրությունն է, որ նրանց դարձնում է կենդանակերպի ամենահաջողակ նշաններից մեկը։